շնորհակալություն, հաջորդ հաղորդության համար Ֆակտոր TV։ Շնորհակալություն Նարեկ Կիրակոսյան, հարցս ուղղում եմ երկու նախագահներին էլ։ Նշեցիք, որ քննարկել եք Հայաստանի եւ Կիպրոսի միջև համագործակցության մակարդակը հասցնել ռազմավարականի, կխնդրեմ մանրամասնել դա ինչ է նշանակում եւ արդյոք հնարավոր է Հայաստանի եւ Կիպրոսի միջև անվտանգային համագործակցություն, մասնավորապես սպառազինության հետ կապված։ Շնորհակալություն։ Ասեմ, պարոն Կիրակոսյան, որ դա միջպարլամենտական համագործակցության ավելի սերտ մակարդակի մասին է խոսում եւ մենք պարլամենտների ղեկավարներս քննարկելիս ռազմավարական գործընկերությունը առաջին հերթին դա նկատի ունենք, իսկ մանրամասները ենթադրում են իրար հետ համատեղ շահերի եւ համատեղ մարտավարության ձևավորում եւ համատեղ աշխատանքներ բոլոր միջազգային հարթակներում, այլ ավել մանրամասներ այս պայմանությամբ չեմ կարող բացահայտել, կարծում եմ գործընկերներ նման մանրամասներ կդժվարանա ասել, դա ենթադրում է նաեւ կոնկրետ փաստաթղթերով սահմանված փոխհարաբերակցության ձևաչափերի ֆիքսում, արձանագրում, ստորագրում, խորացում, միջպարլամենտական բարեկամական խմբերի համագործակցության մակարդակի փոփոխություն եւ այլն, ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, պետք է ասեմ, որ մենք Կիպրոսի հետ բավականին վաղուց բոլոր հնարավոր իրավական առումով մեզ հնարավորություն տրված համագործակցությունը արդեն իսկ իրականացնում են եւ ակնհայտ է, որ այսօր վա միջազգային են մարտահրավերները, որոնք ունի օրինակ Կիպրոսը եւ ունի Հայաստանը, մենք լիակատար ընկալում ունենք եւ լիակատար աջակցում ենք եւ այդ աջակցությունը եւ համագործակցությունը նաեւ արտացոլվում է մեր համապատասխան գերատեսչությունների աշխատանքի եւ տրամաբանության մեջ։ If you have something to... No, mi exerticata Ալենը ինչպես եւ խորհրդանական մակարդակով, ինչպես մնացած գերատեսչությունը պատկերացրեք, որ խորհրդանական համագործակցությունը բացում է դարպասներ, դռներ եւ հնարավորություն է տալի երկրներին ռազմավարական համագործակցության այդ ազգային հարցին խորհրդանական ձևաչափով նաև պարոն Գյորգավիսը, որը արտաքին հանձնաժողովի նախագահն եւ բարեկամական խմբի նախագահն է եւ այդ շրջանակներում մենք կարող ենք ել ավելի խորացնել մեր համագործակցությունը, ինչպես փորձի փոխանակման շրջանակներում, որտեղ որ մենք հնարավորություն ունենք ել ավելի խորացնելու մեր համագործակցությունը, մենք դա անում ենք, իսկ խորհրդաների միջև համագործակցությունը մենք ընդունեցինք առաջարկը ել ավելի խորացնելու եւ բարձրացնելու համագործակցությունը ռազմավարական մակարդակի։ Շնորհակալություն։ Տիկին նախագահ, արդյոք հետևում եք Բաքվում ընթացող